Երևանում միախառնվել են հուլիսյան տապն ու կինոյի անդիմադրելի ձգողականությունը։ Մայրաքաղաքն այս օրերին կրկին ապրում ու շնչում է ֆիլմերով։ Ոսկե ծիրան միջազգային կինոփառատոնը Երևանը վերածել է համաշխարհային կինոյի խաչմերուկի, որտեղ հատվում են մշակույթները, էմոցիաներն ու մարդկային պատմությունները։ Ավանդական կարմիր գորգն այս տարի փոխարինվել է ռուս նկարիչ եւ դիզայներ Իգոր Գուրովիչի եզակի դիզայներական ինստալացիայով։ Ես հաջողություն եմ մաղթում կինոփառատոնի բոլոր մարդկանց մասնակիցներին եւ Փառատոնը մեկնարկում է ռեժիսոր Թամարա Ստեփանյանի «Արտոյի երկիրը» հայ-ֆրանսիական ֆիլմով։ Այն պատմություն է արցախյան առաջին պատերազմին մասնակցած Արտոս Անթրոսյանի մասին, որը փոխել է ազգանունը, տեղափոխվել Ֆրանսիա ու փորձել նոր կյանք կառուցել։ մի բան է բացել Լոկարնոյի կինոփառատոնը, իհարկե դա շատ հայտնի եւ շատ հետաքրքիր եւ իմ շատ սիրելի կինոփառատոներից է, բայց մի բան է բացել Ոսկե ծիրան։ Ես չեմ ասում, որովհետեւ իմ շատ սիրելի մարդիկ են ստեղ նստած առաջի շարքում, բայց սա իմ տան կինոփառատոնն է, իմ հայրենիքի կինոփառատոնն է եւ իմ սրտի կինոփառատոնն է։ Ես միշտ ասել եմ, մեծ պատիվ է ինձ համար, շնորհակալություն ձեզ։ Տարին հոբելյանական է հայկական կինոյի համար, նշվում է գեղարվեստական առաջին ֆիլմի Նամուսի 100-ամյակը։ Բացման արարողության երաժշտական հատվածում աշխարհահռչակ շեփորահար եւ կոմպոզիտոր Իբրահիմ Մալուֆը հանդիսատեսին ներկայացնում է բացառիկ երաժշտական իմպրովիզացիա, նվիրված հենց Նամուսի Հոբելյանին։ Փառատոնի գեղարվեստական ղեկավար եւ տնօրեն Կարեն Ավետիսյանը նկատում է կինոպրոդյուսերների ասոցիացիաների միջազգային ֆեդերացիան Ոսկե ծիրանը ճանաչել է աշխարհի լավագույն փառատոնների շարքում։ Այս տարի այն հյուրընկալել է շուրջ 200 միջազգային հյուրի, այդ թվում օսկարակիր Պավել Պավլիկովսկուն։ Այդ բարդ, պրոբլեմատիկ, դրամատիկ տարածաշրջանում փորձելով ձևավորել դրական մի արժեք։ Փառատոնի հիմնադիր նախագահ Հարություն Խաչատրյանը կարծում է միջազգային փառատոնի գոյությունը կենսականորեն կարևոր է Հայաստանի համար։ Այն տարիների ընթացքում դարձել է մշակութային կարևոր հարթակ։ Վարպետ մրցանակը հանձնում է այս տարվա միջազգային ժյուրիի նախագահ անվանի ավստրիացի ռեժիսոր Ջեսիկա Հաուզներին։ Վարպետ մրցանակի ստանում են հիմնականում մարդիկ, որոնք ոչ միայն նկարել են լավ ֆիլմեր, այլև մտել են պատմության մեջ եւ տարածել են իրենց մտածողությունը, իրենց ծրագիրը։ Երջանիկ եմ այսպես գտնվել, ինձ համար մեծ պատիվ է ստանալ այս մրցանակը։ Նաև ուրախ ժյուրի անդամ լինել եւ դիտել շատ հետաքրքրական ֆիլմեր։ Փարաջանովյան Թալեր մրցանակը ֆրանսիացի անվանի օպերատոր Բրունո Դելբոնելինն է։ Որ այս տարի 23-րդ փառատոնում ինքը մեր պատվավոր հյուրն է։ Երբ ինձ անգարեցին, ես մտածեցի, որ սխալվել եմ երևի։ Բժիշկ չեմ ես կինոյի մարդ եմ եւ երբ տեսա մյուս այս մրցանակը ստացողների անունները Ջաֆար Փանայի, Ատոմե Գոյանի, Վենդերս ես ասացի հաստատ սխալվել եմ։ Փառատոնի պատվավոր հյուրերից է ֆրանսիահայ անվանի դերասան եւ ռեժիսոր Սիմոն Աբգարյանը։ Վերջերս Շարլ դը Գոլին մարմնավորած դերասանը խոստովանում է, Ֆրանսիայի պատմական մեծագույն դեմքերից մեկին հասկանալու գործում իրեն օգնել է հայ լինելը։ Նրա մասնակցությամբ երկմասանոց ֆիլմը ցուցադրվելու է Երևանյան կինոփառատոնի շրջանակում։ Պրոջեկտներ կան, որ պետք է լինեն, պետք է մեր պատմությունը հասկանանք, մեր մշակույթը, մեր բայկարը, արդեն մշակույթը մեր բայկարի հետ է խրջված։ Ինչ ասեմ, հայերեն լեզվով ֆիլմեր անենք, դուրս անենք, այլասները թողնեն մեր արվեստը, մեր դաղատները, պետք է անհրաժեշտ է, որ մենք գրավենք մեր վայրը երևակայական ու մենք մեր ցևով պատմենք մեր պատմությունը։ Ուրիշ այլասկը թող չասե, որ մի խոսքով հայ ասանք, երկու րոպե մի ֆիլմի մեջ անցի ու գնա։ Այս տարի փառատոնի աշխարհագրությունը տպավորիչ է, ստացվել է մասնակցությամբ 600 հայտ աշխարհի 90 երկրներից։ Ընտրության բարդ փուլն անցել եւ ծրագրում ընդգրկվել է 90 ֆիլմ 40 երկրից։ Արմինե Գևորգյան, Տիգրան Մաթևոսյան, Ռադիոլուր։